Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Foot Arena հաղորդաշարը Ինտերֆուտբոլի YouTube-յան ալիքում եւ ձեզ հետ Արտուրն է եւ Հայկը, բնականաբար։ Այսօր մեր քննարկման առարկան լինելու է Հայաստանի ազգային հավաքականը եւ սպասվող երկու ընկերական հանդիպումները։ Մենք առաջիկայում հանդիպելու ենք Կոսովոյի ազգային հավաքականին եւ Մոնտենեգրոյի ազգային հավաքականին։ Մենք կփորձենք քննարկել եւ հասկանալ ինչ սպասել այդ հանդիպումներից եւ եթե դուք պատրաստ եք, մենք կարող ենք սկսել։ Ես առաջարկում եմ մենք անդրադառնանք հայտացուցակին, որովհետև արդեն իսկ ունենք այն, տեսնենք մեր մարզիչը Վանցխիպը։ Այո, Վանցխիպը ինչ է արել, ինչ սկզբունքով է առաջնորդվել այս ընտրությունը կատարելիս։ Անդրադառնանք դարպասապահներին։ Ունենք 4 հրավիրված դարպասապահ՝ Հենրի Ավագյան, վերջապես, Արման Ներսիսյան ԲԿՄԱ-ից, Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, երկուսն էլ Վանից։ Այո, չկա Չանչարևիչը, որովհետև նա վնասվածք ունի եւ ինչպես ասում են, հասավ այն պահը ու ակնթարթը, երբ որ Հենրի Ավագյանը կզբաղեցնի առաջին համարի դիրքը ու կուղորդի թիմին դեպի միգուցե հաղթանակներ։ Անկախ նրանից վնասված ստացել է Չանչարևիչը, թե ոչ Հենրին վաստակել էր այդ իրավունքը եւ կարծում եմ, եթե նույնիսկ վնասված չուներ Չանչարևիչը, պետք է որ Հենրի Ավագյանը ստանար այդ հնարավորությունը։ Շատ զարմանալի է ինչու է հրավիրվել Այվազովը, որովհետև նա ընդհանուր մրցաշրջանում 2 հանդիպում է անցկացրել, սա տարօրինակ է։ Ու մի քիչ էլ հետաքրքրաշարժ է, թե ինչու է հենց Վանից 2 դարպասապահ հրավիրվել։ Նույնիսկ մեծ առաջնություններին, երբ որ ինչ-որ հայտարարություն են հրապարակում, առնվազն լինում է 3 դարպասապահ, այստեղ 4, ես վստահ չեմ, որ այդ 4-ին հնարավորություն կտա, եթե ընդհանրապես հնարավորություն են տալիս մարզվելու, սա այլ հարց է։ Միգուցե ինչպես ասում են, հավաքականի շունչը զգալու համար է ֆուտբոլիստներին հրավիրել, բայց ամեն դեպքում Հենրի Ավագյանը լիարժեք պետք է խաղաժամանակ ստանա եւ հնարավորություն ունենա դրսեւորել իր ողջ զինանոցը դարպասապահական եւ ցույց տա, որ որակների հաշվին է նա արժանի հիմնական գլխավոր դարպասապահը համարվել Հայաստանի հավաքականի համար։ Իհարկե շատ հարգում, սիրում, գնահատում ենք այն ամենը, որ կատարել է հավաքականի համար Չանչարևիչը, բայց որոշակի զգացողություն կա, որ արդեն հասունացել է պահը, որ Հենրին պետք է զբաղեցնի առաջին համարի դիրքը։ Հրավիրված պաշտպաններին անդրադառնանք, Վարազդատ Հարոյան, Կամո Հովանիսյան, Էդգար Գրիգորյան, երկուսն էլ Արարատ Արմենիա, Վարազդատը դե գիտեք Փյունիկից, Սերգեյ Մուրադյան, Հովանես Համբարձումյան, երկուսն էլ Նուայից, Պետիկ Մանուկյան ԲԿՄԱ, Նաիր Թիկնիզյան Լոկոմոտիվ, Ստյոպա Մկրչյան Օսիեկ Խորվաթիա, Գեորգի Հարությունյան Պուշկաշ Ակադեմիա Հունգարիա։ Ես պետք է ասեմ, որ մենք բարեբախտաբար պաշտպանությունում կորուստներ չունենք։ Իհարկե կան նոր խաղացողներ, հուսանք որ կփորձեն երիտասարդներ, բայց այստեղ շատ բան չկա ասելու, կարծում եմ։ Մենք այստեղ չունենք Չալեշերին օրինակ։ Չալեշերին։ Այո։ Այդ չունենք Չալեշերին։ Ստյոպան մեծ ժամանակահատված վնասվածքից հետո sense բաց թողնելուց հետո վերադառնում է հավաքական։ Կարելի է հենց այս ընկերական խաղերը օգտագործել, որպեսզի որոշակի թարմություն փորձենք ներմուծենք հավաքական։ Ի վերջո, ինչի համար են ընկերական հանդիպումները, որոշակի փորձարկումների համար նաև։ Իսկ ինչ վերաբերվում է Նաիր Տիկնիզյանին, դե բոլորս էլ գիտենք հիմա ինչ է կատարվում նրա ֆուտբոլային կարիերայում եւ նրա հոգեկան, մենթալ առումով վիճակը ինչ մակարդակում է գտնվում։ Կարծում եմ հավաքականում հնարավորինս պետք է նրան շատ լավ դրական էներգիայով լիցքավորեն, որպեսզի նա հանկարծ չկոտրվի եւ հոգեբանական խնդիրների մեջ չընկնի։ Ու անցնենք կիսապաշտպաններին, որտեղ համոզված եմ խոսելու շատ բան կունենանք։ Հայաստանի ազգային հավաքականը հրավիրվել 14 ֆուտբոլիստ Հայաստանի առաջնությունից։ Այո։ Այս սա հիշեք, սա հիշեք։ Այո, սա շատ կարևոր է։ Էդվարդ Սպերցյան Կրասնոդար, Նարեկ Գրիգորյան Ֆարուլ, Էդգար Սևիկյան Լոկոմոտիվ, Տիգրան Ավետիսյան Արսենալ Տուլա, Թոմաս Ադորյան, Բանֆիլդ, Արգենտինա, Գոր Մանվելյան, Նոա, Կարեն Մուրադյան, Հովանես Հարությունյան, երկուսն էլ Արարատ Արմենիա, Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան, երկուսն էլ ԲԿՄԱ, կուզեի ասել Կարեն Նալբանդյան, բայց որտեղ է Կարեն Նալբանդյանը հարգելի, ես պետք է ուղիղ ասեմ ֆուտբոլի ֆեդերացիա։ Սա շատ կարևոր է, չկա որևէ արդարացում այս մենք կարող ենք ասել ոչերագործության։ Եթե կուզեք այդպես
որտեղ է Կարեն Նալբանդյանը, Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ հայ խաղացողն է, ինչ տրամաբանությամբ որ հրավիրվել են վերջային հանած մնացած խաղացողները, կարծում եմ, որ շատ բավարար պայմաններ, որպեսզի առանց քննելու հրավիրվեր Կարեն Նալբանդյանը, արդյունավետությունը շատ բարձր է խաղացողի։ Գլխավոր օղակներից մեկն է Վանի ստեղծարարության առումով, կրեատիվի առումով առհասարակ Կարեն Նալբանդյանը հոյակապ մրցաշրջան է անցկացնում։ Իմ մոտ տպավորություն է, որ Կարեն Նալբանդյանի մոտ որոշակի առումով sense ասոցիացիա է Արտակ Դաշյանի հետ, ով մի քիչ ավելի հասուն տարիքում սկսեց դրսևորել իր լավագույն որակները, բնականաբար Կարեն Նալբանդյանը ավելի երիտասարդ է, պետք չէ բաց թողնել, ահա այսպիսի հնարավորությունները նրան թևեր տալու։ Եթե օրինակ դուք Վանից ուզեցել եք հրավիրեիք Կարեն Նալբանդյանին, բայց սխալմամբ օրինակ գրել եք Այվազովի անունը, միգուցե սխալը կարելի էր շտկել։ Բայց հրավիրել Վանից երկու դարպասապահ ու չհրավիրել նրանց լավագույն ֆուտբոլիստներից մեկին, եթե ոչ լավագույնին, ապա շատ կարևոր է հստակ ասել, որ այս պահին նա հանդիսանում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենալավ հայ խաղացողը։ Արդյունավետության առումով խփել է 7 գոլ, 8 գոլային փոխանցում, անցնում է Վահե Գևորգյանի ամուր ձեռքի տակով, շատ կարևոր մեզ համար հեռանկարային խաղացող է։ չկա Իվոն, որովհետև վնասվածք է ստացել։ Չկա Սեդրանը, ենթադրություններից մեկն այն է, որ ակումբային պարտավորություններից ելնելով չի եկել, բայց մենք գիտենք իր տեղափոխությունից հետո նա այլևս չի հրավիրվել հավաքական եւ այս մասին չկա հավուր պատշաճի բացատրություն ֆեդերացիայի կողմից, կան տարբեր քննարկումներ կապված իր երեխայի առողջության հետ կապված եւ այլն, բայց այս ամենը հստակ պահանջում են պաշտոնական մեկնաբանություն, չկա այս բանի այդ մեկնաբանությունը եւ երկրպագուներին հաշվետվողականության առումով սա թերի մոտեցում է։ Միանշանակ համաձայն եմ քեզ հետ, որովհետև եթե Սելարայանը մինչ այդ բոլոր հավաքներին հրավիրվում էր ու Բելգրանո տեղափոխվելուց հետո պարզապես անհետացավ եւ երկու արդեն հավաք բաց է թողնում ու չկա բացատրություն դրան, կարծում եմ ֆեդերացիայի բաց թողումն է շատ մեծ։ Ուրարտուից որևէ հայ խաղացող չի հրավիրվել, սա նույնպես առնվազն տարօրինակ է։ Այստեղ շատ կարևոր է ֆեդերացիայի դիրքորոշումը ակումբների վերաբերյալ։ Ուրարտուից ոչ մի հայ խաղացող չի հրավիրվել, այն պարագայում, երբ ամենաշատ հայերը խաղում են այնտեղ, եթե հանենք Պարանքից ԲԿՄ-ն, խնդիրն այն է, որ ֆեդերացիան կամ մարզի չի, եթե կուզեք, չի դիտարկել գոնե մեկ խաղացող ակումբից այնտեղ ներգրավելու։ Սա էլի ինձ համար տարօրինակ է։ Հարցակվողներին ենք անցնում եւ այստեղ ունենք Արտուր Սերոփյան շերիֆից հրավիրված, Արթուր Միրանյան Ունիվերսիտատիա Կլուժից հրավիրված, Ժիրայր Շաղոյան, Արայիկ Էլոյան ԲԿՄ։ Ռանոսի վերաբերյալ նույնպես չկա ոչինչ։ Գիտենք այն դիպվածը, որ եղել է, որ Բարդիչները չի հրավիրելու հավաքական, կարծես թե տպավորություն ունենք, որ այդ որոշումը քննարկման առարկա չի դարձել այնտեղ։ Ռանոսի վերաբերյալ ես կարող եմ մեջբերում անել, գիտեմ, որ վերադառնում է հիմա ակումբ Մյունխեն Գլադբախ, բայց բնականաբար նրան նորից ուղարկելու են վարձավճարով որևիցե ակումբ։ Կոսովո եւ Մոնտենեգրո պետք է ասել, որ երկու հավաքական ունել, այնպես չի, որ ամբողջ կազմով ու թափով են խաղալու, իրենց մոտ էլ խնդիրներ կան։ Առաջի խաղը մենք ունենալ ենք Կոսովոյի հետ ամսի 6-ին։ Այո։ Հայաստանի ժամանակով ժամի 9-ին կարող եք հետևել։ Ինչ խնդիրներ ունի այս պահին Կոսովոն, այնտեղ շատ նման է խնդիրներ Հայաստանի հավաքականի խնդիրներին։ Կան ներքին խնդիրներ, իրենց մարզիչը 3 խաղացողի պարզապես հեռացրել է հավաքականից, թիմի հավաքը այս մասին արտահայտվեց, ասաց, որ սա խնդրեմ է եւ Կոսովոն խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները հաղթելու համար իրենց պետք է հաղթանակներ են պետք, որպեսզի կարողանան կենտրոնանալ եւ միավորվեն։ Թվում է թե ընկերական խաղ է, բայց երկու թիմին էլ անհրաժեշտ է հաղթանակ, ոչ թե հաղթանակի իմաստով, այլ ավելի կենտրոնանալու դրականի վրա։ Երկուսիս էլ լույսի շող է պետք, ինչպես ասում են։ Ես կարծում եմ Կոսովոն ցանկանա, թե չցանկանա, Հայաստանի հավաքականը ինքը կընտրի երկրորդ համարով խաղալու տարբերակը, ինձ այդպես է թվում։ Հատկապես հաշվի առնելով, որ Կոսովոյի հավաքականը ավելի ուժային ֆուտբոլի ջատագով է, կլինեն ավելի բարձրից օդային փոխանցումներ, որոնք մեծ խնդիր կարող են առաջացնել մեզ համար, բայց հենց ընկերական հանդիպումները սրա համար են ստեղծված, որպեսզի մեր պաշտպանական գիծը կարողանա դիմագրավել, սովորի դիմագրավել ահա այդպիսի վտանգներին, որոնք ստեղծվում են երկրորդ հարկից, որ սա գլխավոր խնդիրներից է մեր պաշտպանությունում, կարծում եմ։ Ինչ վերաբերվում է Մոնտենեգրոյի հետ, ինքը հայերեն ասած Չեռնագորիա,
Մոնտենեգրոյի հետ դիմակայությանը Մոնտենեգրոն մեզ համար ինչպես ասում են օտար թիմ չէ, մենք հանդիպումներ ունեցել ենք նրանց հետ, ինչ կարող է փորձարկել այս դիմակայություններում Վանցխիպը։ Շատ կարևոր հարց է, որովհետև առաջիկայում մենք սպասում ենք Պորտուգալիային։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք նախապատրաստվում ենք այդ դիմակայություններին եւ կարծում եմ, որ շատ կարևոր բան պետք է արվի, մենք պետք է փորձենք հասկանանք այս երկու խաղերում կարողանում ենք ընդհանրապես պաշտպանությունից դուրս գալ եւ իջնել պաշտպանություն։ Սա շատ կարևոր բան է, որովհետեւ մեր հիմնական սխալները, հիմնական բանալի կորուստները, որ լինում է հենց այս հատվածում, երբ որ մենք պաշտպանությունից անցնում ենք հարձակման կամ հարձակումից իջնում ենք պաշտպանություն։ Մրցակիցները, որոնք մենք ունենալու ենք ընկերական դիմակայություններում, հոյակապ ցուցիչներ են Հայաստանի ազգային հավաքականի համար, թե ինչպես կարելի է լինել անգլերեն տերմինով ասած underdog, պաշտպանությունից խաղը կազմակերպելով, կառուցել հակագրոհներ ու որոշակի արդյունք ապահովել հենց այդ տարբերակով։ Ահա այն մրցակիցները, որոնք են գալու եւ խնդիրներ են ստեղծելու մեզ համար, դժվար թե մենք նրանց դեմ խաղանք առաջին համարով։ Կարծում եմ, որ հատկապես Կոսովոյի հետ խաղում նրանք մեզ կզիջ են, իսկ գնդակը, որովհետեւ այն խաղացողները, ովքեր որ կենտրոնում իրենց մոտ կարողանում են բանասը պայել, նրանք չեն լինելու, շատ լավ են հակահարձակվում։ Միջին գոտում ինչ կոմբինացիա է ֆուտբոլիստների տեսնում։ Սպերցյան, Սպերցյան միանշանակ Սպերցյան, Հովհաննես Հարությունյան, մենք ավելի շատ խնդիր ունենք բալանսը ապահովող ֆուտբոլիստ եւ կարծում եմ, որ ավելի հետ քաշված շատ լավ կլինի որ խաղա Հովհաննես Հարությունյանը։ Եթե ընդհանուր արդեն ամբողջացնենք այս թեման, քո կարծիքով որպես պաշտպանություն այս բոլոր քննադատություններին ֆեդերացիան պարզապես չի կանգնելու եւ ասի դե մարզիչը ինքն է ընտրում ֆուտբոլիստներին եւ ինքն է նույն Կարեն Նալբանդյանի պարագայում ընտրություն կատարել, որոշումը իրենն է եւ ինչպես ասում են ձեռները լվանա։ Այո, այս փարիսեցիությունը մենք հաճախ ենք տեսնում ֆեդերացիայի կողմից, դա է հենց շատ հիասթափեցնում, որ նրանք կարող են իրենց անձնական հաջողությունները բերեն առաջ ապացուցելով իրենց պրոֆեսիոնալիզմը, բայց դրանից զատ ինչ վերաբերում է հավաքականի խնդիրներին, նրանք իրենց քինախնդրությունը հիմնավորեն իրենց անձնական հաջողությունները, որ տեսեք մենք սխալ բան չենք անում։ Եթե մենք սխալ անենք, ապա անձնապես էլ հաջողություններ չենք ունենա։ Շատ կոնկրետ խոսում եմ Արմեն Մելիքբեկյանի մասին, որովհետև ինքն է հիմնականում այս աճպարարը։ Այս փարիսեցիությունը, որ ոչ, ինչպես մենք կարող ենք նման բան անել, դա մարզիչն է որոշում, սա ժողովրդավարություն։ Այս առումով ես կարծում եմ, որ ֆեդերացիան արդեն հոգնեցնել եւ զզվելցնելու չափ խառնվում է կարծում եմ այն գործերի մեջ եւ ազդեցություն ունի այն գործերի մեջ, որտեղ որ չպետք է ունենար։ Ֆեդերացիան գնալով խորացնում է այս ճգնաժամը, կա քինախնդրություն շատ կոնկրետ խաղացողների եւ ակումբների վերաբերյալ, տարբեր կերպ հաստատվում է եւ մի ապացույց օրինակ դրան Հենրիկ Մխիթարյանը այսօր խաղում է եզրափակիչ։ Բոլոր այն ակումբներով, որոնք որ կապ են ունեցել Հենրիկ Մխիթարյանի հետ, ինչ որ մի ժամանակ նրանք հայտարարություն են անում, որ հպարտանում են Մխիթարյանով, շատ կարևոր է։ Այն քաղաքը, որտեղ Մխիթարյանը սկսել է խաղալ Ֆրանսիայում, քաղաքի քաղաքապետը հայտարարություն են արել, որ շատ հպարտ են, որ Մխիթարյանը այստեղ է սկսել ֆուտբոլ խաղալ։ Եվ այսօր նա ներկայացնում է Ինտերը եւ այս մակարդակում ամենատիտղոսի համար է պայքարելու, բայց մեր ֆեդերացիան լուր շատ ցավալի։ Այսքանը թերևս, եթե ունեք մեկնաբանություններ եւ կանխատեսումներ կարող եք դուք գրել մեկնաբանությունների հատվածում։ Լավ եղեք, սիրեք ֆուտբոլը, երկրպագեք մեր հավաքականին եւ մենք արդեն շատ շուտով կհանդիպենք նոր թեմաներ քննարկելու համար։ Հաջողություն։ Ցտեսություն։